Հայաստանում մի քանի առումով այդ ինչ որ անվանում են թվային կոնսուլագիր դրա բաները կան, ենթակառուցվածքի սկզբները կան։ Ռուբենը Մուրադյան դա մանրամասն դրա մասին ներկայացնում է։ Այո, ինքը եղել է բազմիցս հյուրը եւ մանրամասն խոսել է դրա մասին։ Ինչ վերաբերում է կայքերի ինտերնետի կառավարմանը, երբ որ ստեղծում են ենթակառուցվածք, որ կարող են վերահսկել մի տեսակի կայքեր, օրինակ, չգիտեմ, ինչ որ չլիցենզավորված կազինոներ։ Եվ դրա քողի ներքո սկսում են սահմանափակել չկազինոներին։ Այո, որտեվ այդ կայքը փակելու համար դու ստեղծում ես կայք, կոպիտ ասած կայքի անջատիչ։ Իսկ կարելի է դրանով անջատել նաև այլ։ Դրանից հետո գաղտնալսումները մի հատ առանձին հսկայական իհարկե մի հատ թեմա է, զուտ թվերով։ Պաստորեն ժողովուրդ թերթում է կարդացել, որ ուրեմն նախորդ տարվա ու նախորդ տարվա, 24 թվի համեմատ 25 թվականին գաղտնալսումների միջնորդությունները 10-նա պատկվել են։ 600 քանիսից 6000 քանիսի։ Հայաստանի Հանրապետությունը։ Այո, այսինքն 600 քանիսից 6000 քանիս։ Միջնորդությունների քանակն է, որով քննիչները օրինակ գնում են դատարան ու ասում են, ես մեկին ուզում են գաղտնալսենք, ընդ որում մեծամասնությունը բավարարվում է։